Հայտարարում եմ նոր չելենջ։ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով ինչ-որ մեկը իմ վարչապետը չի։ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով ինչ-որ մեկը լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով ինչ-որ մեկի սխալների համար ես պատասխանատվություն չեմ կրում։ Նիկոլ Փաշինյան անձնավորությանը, ինչպես ինքն է ասում, ուզում եմ տեսնեմ պատի տակ, բայց ոչ թե գնդակահարվելուց, այլ պատասխանատվություն կրելուց դատարանում։ Հիմա բացատրեմ։ Նախ լեգիտիմության տեսանկյունից ինքը անձամբ հայտարարել, հայտարարություն տարածել, որ կաշառքներ են բաժանվել, ընտրակաշառքներ, մյուս ահագին թեմաներ ինքը անձամբ ներկայացրել ու լինելով դեմոկրատ ոնց կարող է ինքը այդ ընտրությունների արդյունքները ընդունի։ Ու զարմանում եմ ոնց են ընդունում այդ ընտրության արդյունքները իր հակառակորդները, անդիմադիրները, ոնց են մանդատ վերցնում։ Դրան էլ կանդրադառնանք։ Ինչու եմ ասում, որ պատասխանատվություն չեմ կրում, ինքը նախընտրական թեզերի ժամանակ արդեն արեց հայտարարություն, որ եթե ինքը ընդունի սխալ որոշում, ուրեմն որ սխալվել է ժողովուրդը, որ իրան է ընտրել, ինքն էլ սխալ որոշում է կայացրել։ Այսինքն ինքը արդեն ձեզ պարզ ասեց, որ ընդունելու է սխալ որոշում հայ ազգի դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ ու դրա պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ժողովուրդը։ Կապ չունի դուք իրան ընտրել եք, թե չեք ընտրել։ Հիմա ինքը այդ բոստին է, ինքը նախորոք ձեզ զգուշացրել է։ Ու ինչի եմ ասում, ուզում եմ պատի տակ տենամ, ինքը արդեն մի քանի անգամ ինքն է արտահայտվել, եթե ես պետք լինի կկանգնեմ պատի տակ, կգնդակահարվեմ։ Միանշանակ սուտ է ասում, ոնց որ մնացածները, հա, ես այն քաղաքացին եմ Հայաստանի Հանրապետության, որ ուզում եմ իրան պատի տակ կանգնած տեսնեմ, բայց դատարանի պատի տակ, ոչ թե գնդակահարության։ Գնդակահարությունով ինքը չպետք է բրծնի։ Ինքը պետք է պատասխան տա իր այս ամեն արածի համար։ Հիմա որպես Հայաստանի Հանրապետության գիտակից ու adekvat քաղաքացի ես ներկայացրի այն ամեն ինչը, ինչ որ լսել եմ իրանից, ինչ որ իրա բերնից։ Ու այս չելենջը օթիշ չէր։ Եթե հնարավորություն ունեք, ցանկություն ունեք, միացեք այս չելենջին, տարածեք, թող աշխարհը տեսնի, որ Հայաստանը ու հայ ազգը այդ Նիկոլ Փաշինյանը չի։ Ինքը ընդամենը զավթել է իշխանությունը։ Անունը դրեցին, չգիտեմ, Թավշյա հեղափոխություն, բայց ինչ հեղափոխություն։ Բոլորս էլ շատ պարզ հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանը ուղղակի սկուտեղի վրա իշխանությունը մատուցեց սրան։ Իշխանությունը մատուցեց։ Դա պարզից էլ պարզ է, այն, չգիտեմ, ամենաչհասկացողն էլ երևի աշկերը բացել է հասկանում է, ու որպիսի Հայաստանը ամբողջությամբ չգնա անդունդը, որ չթողենք մյուս սերնդների ուսին, որ իրանք պետք է հայրենիք ստեղծեն, մենք հայրենիք ենք կորցնում, ժողովուրդ ջան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, միայն հայ ազգին չեմ դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իմ համար մենակ հայը չի։ Ճիշտ է, ես հայ քրիստոնյա եմ, բայց Հայաստանում կան տարբեր փոքրամասնություններ, եզդիներ, ասորիներ, մալականներ, չթվարկեմ, հերթով չթվարկեմ։ Կանդրադառնամ մյուս հարցերին։ Կեղծեց ընտրությունները, կեղծեց։ Հիմա խնդրում եմ, եթե հնարավոր է միացեք այս չելենջին, թող աշխարհը տեսնի քանի հայ կա, որ չի ընդունում, որ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետն է։ Ավելի պարզ ասեմ, ինչ որ մի հատ չստացված խմբի, վարչաբենդ խմբի, անտաղանդ, հեծանիվ քշող բառաբանշիկ էլ չեմ ուզում ասեմ, այդ լուրջ մասնագիտություն է, այդ ով ես լավ գիտեմ ինչ է։ Անցել եմ այդ ճանապարհը որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, այդ թվում նաև հարվածային գործիքները։ Ինչ որ մի հատ անտաղանդ բառաբանշիկ չի կարող այս երկիրը կործանի։ Եթե երկրում գոնե 1/3 մնացել են գիտակից քաղաքացիներ, իսկ դրանում ես կասկած չունեմ, որ մենք ունենք այդ գիտակից քաղաքացիները։ Ուրիշ ձևի չի ստացվում։ Տեսանք, անդիմադիրների վրա էլ հույս դրեցինք, տեսանք ինչ եղավ։ Մանդատ են վերցնում, որ գնան իրանց էլ դաստիարակեն, հա։
ազգային ժողովում, ոնց որ այս 21 թվից 26-ն էինք տեսնում, ոնց էինք հացով խփում Սեյրան Օհանյանին, ոնց էին քաշքշում, ոնց էին Լևոն Քոչարյանին, Քոչի տղուն, ասենք, գլխի տղա, մեծ գլխի պուճուր գլուխ տղա են բանսեր։ Հիմի Նարեկ Կարապետյան, դու գնում ես, որ քեզ սկսեն տես բաներ ասել։ Խնդրեմ տղա ջան, դրա համար չէինք ձեն տվել քեզ։ Քեզ ձեն էինք տվել, որ սրան հեռացնեիր։ Այդքան փաստերը ձեռդ, փոխանակ այդ փաստերը, քո Գոհար Մելոյանը այնքան փաստեր կա ձեռը։ Ընկել եք դատարանների հետև։ Իշ չգիտեիք, որ Նիկոլի, հա, դեմ չեմ, օրինական ճանապարհով եք գնացել։ Դեմ չեմ դրան, էդ էլ եք փորձը, բայց այդքան փաստերը չունեիք կրիչներ, ասեիք առնեի տայ, այդքան փաստերը մի հատ հավաքեիք կրիչների մեջ, տանեիք, բաժանեիք դեսպանատները Հայաստանում ինչքան որ կան, այդ թվում նաև Եվրոմիության դեսպանատունը որ կա, տանեիք, բաժանեիք այդ փաստերը, ասեիք մի հատ նայեք, այս նույնը որ կատարվեր ձեր երկրում, քանի րոպե այս մարդը կմնար իշխանության, քանի րոպե այդ կուսակցությունը կգոյատևեր այդ ամեն ինչից հետո։ Դուք ընկել եք, չգիտեմ, հիմա էլ մանդատ եք վերցնում, վերցրեք, որ ժողովրդին վերջնականապես հիասթափացնեք, բայց ժողովուրդը ձեզնով չէ, ժողովրդի մեջ adekvat քաղաքացիներ կան, որ կարան իրանք իրանցով անեն, բայց այդ ժամանակ դուք էլ իշխանություն չեք տենա ու չեք ունենա։ Եթե պետք է ժողովուրդ հանի, դուք ինչին եք պետք ժողովրդի։ Չունեք կրիչներ, չէիք հասկանում, չէիք ֆայմում այդքանը։ Բա մի հատ տարեք այդ պասոլստվաները տվեք, ովքեր որ շնորհավորել են Նիկոլին։ Ասեք, եթե մեկը հելներ գոռար իր ձեր քաղաքացուն, ասեր ինչի չես մեռը, ինչի չես սատկե, ինչի չես զոհվե։ Քանի րոպե կմնար քաղաքականության մեջ, քանի րոպե։ Այդքան ընտրակեղծիքները, այդքան ամեն ինչը։ Իսկ հիմա լեգիտիմացնում եք Նիկոլի այսքան ֆարսը, այսքան ընտրակեղծարարությունները, որ տվել եք դատարան, հիմա փաստորեն դուք լեգիտիմացնում եք։ Լավ, մնացեք կապի մեջ, մի քիչ շատ ջղայնացա, էլի մեկնաբանություններ կլինեն։ Եթե ցանկություն ունեցողներ կան միանան այս չելենջին, խնդրեմ, իմ միակ նպատակն է նա, որ աշխարհը տեսնի, որ Հայաստանը այդ Նիկոլ Փաշինյանը չի, Հայաստանը այդ Ռոբերտ Քոչարյանը չի, Հայաստանն ու հայ ժողովուրդը այդ Սամվել Կարապետյանը չի, ու մնացածը չեն։ Հայաստանում կան adekvat քաղաքացիներ, որ մտահոգ են իրանց երեխեքի համար, իրանց երեխեքի ապագայով, իրանց կրոնի ապագայով, իրանց հայրենիք ունենալ չունենալու ապագայով։ Ինչ անենք։ Թողենք հիմա սա հայրենիքը տա ուրիշին, հետո թողենք սերունդների վրա, հա, մի հատ էլ ասորիներին հարցրել, արա ամոթա, 21-րդ դարում հայրենիք կորցնենք, 21-րդ դարում, հո 19-րդ դարը չի, 18-րդ դարը չի, քարե դարը չի, ամոթա մի հատ ուշքի եկեք, խելքի եկեք, մի հատ ասորիներին հարցրեք, ես այդ ազգին հարգում եմ, մի հատ հարցրեք ոնց ա որ պատմականորեն կորցնում ես հայրենիքդ, հետո ոնց ա քո համար ապրելը։ Մի հատ մյուս ազգերին հարցրեք, ովքեր որ հայրենիք չունեն։ Մարդիկ կան ինձ ասում են, այդքան ազգեր կան, սա հայրենիք չունեն, ինչ ա եղել որ։ Հա, որ սկզբից մենք էլ ցիգանի պես լինեինք, ոնց որ Ալիևն է ասում ու Նիկոլն ուզում է հաստատի մենք ցիգան ենք։ Ես էլ չէի նեղվի, դե հենց սկզբից չենք ունեցել ու չենք ունեցել, բայց մեր պապերը մեզ էդի տվել են, ապահովել են, մենք չենք կարող պահենք տանք մեր թորներին, ուրեմն մենք ապրելու իրավունք չունենք։ Լավ, կներեք, մնացեք կապի մեջ, դեռ մեկնաբանություններ կլինեն։